Արի մի հետաքրքիր առակ ընթերցեմ, վերջում քո համար մտածիր առակի իմաստը։ Անիրավ տնտեսի առակը, կարդում ենք Ղուկաս 16 գլուխ 1-ից 13-րդ խոսքերը։ Հիսուսը աշակերտներին ասաց. մի հարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ, նրանից գանգատվեցին հարուստին, իբր նրա ունեցվածքը վատնում է, եւ նրան կանչեց ու ասաց. այս ինչ եմ լսում քո մասին, հաշիվ տուր քո տնտեսության վերաբերյալ, որովհետև այլևս տնտես չես կարող լինել։ Տնտեսն իր մտքում ասաց. ինչ եմ անելու, քանի որ իմ Տերը տնտեսությունն իմ ձեռքից վերցնում է, հերկել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։ Գիտեմ, թե ինչ կանեմ, որպեսզի ինձ իրենց տներն ընդունեն, երբ տնտեսությունից հանվեմ։ Եվ իր տիրոջ պարտապաններին մեկ առ մեկ իր մոտ կանչեց եւ առաջինին ասաց. իմ տիրոջն ինչքան է սպառք։ Նա ասաց. 100 մար ձեթ։ Նրան ասաց. արմուրհակդ նստիր ու անմիջապես գրիր 50։ Հետո մյուսին ասաց. դու ինչքան է սպառք։ Նա էլ ասաց. 100 քորձորեն։ Եվ նրան ասաց. արմուրհակդ ու գրիր 80։ Եվ Տերը գովեց անիրավ տնտեսին, որ հնարամտությամբ է գործել, որովհետև այս աշխարհի որդիները իրենց նմանների հետ կապի մեջ լինելով լույսի որդիներից ավելի հնարամիտ են։ Եվ ես ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ սարքեք, որ երբ այն պակասի, հավիտենական բնակարանների մեջ ձեզ ընդունեն։ Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, եւ քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ։ Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ով ձեզ ճշմարիտը կվստահի։ Եթե օտարին պատկանողի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ պատկանողը ով կտա ձեզ։ Ոչ մի ծառա չի կարող երկու տիրոջ ծառայել, որովհետև կամ մեկին կատի, մյուսին կսիրի, կամ մեկին կպատվի, մյուսին կարհամարի։ Չեք կարող ծառայել եւ Աստծուն եւ մամոնային։ Իսկ հիմա գնա եւ մտածիր այս առակի շուրջ։ Այսքանը լավ եղեք, Հիսուս Քրիստոսով եղեք եւ անիրավ մամոնայից բարեկամներ սարքեք։